Եթե դուք հիշում եք, մենք նույնիսկ պատերազմով չենք պարտվել Լաչինի շրջանը, չենք պարտվել Քելբաջարի շրջանը, հանձնվել է ձեր նշած ճանապարհը, նույն արդյունքում հանձնվել են Ջերմուկին հարակից հողերը եւ այդպես շարունակ, եւ այդպես շարունակվելու է, եթե մենք չկանգնեցնենք այս ամենը, չփոխենք բանակցողին, չփոխենք Հայաստանի ղեկավարին, քանի որ մարդը, ով 3 անգամ պարտվել է, ինքը չի կարող իրականացնել Հայաստանի շահերից բխող ոչ մի քաղաքականություն։ Ամենաշատը կարող է այդ պահին վազել թմբուկ նվագել, որպեսզի ես վստահ եմ զսպի իր ներքին ցասումները, որ ինքը չի ուզում, բայց ստիպված է անել։ 44 օրյա պատերազմից հետո փնտրում էին չէին գտնում, բունկերում էր թաքնվել։ Դրա համար եմ ասում, այս մարդը իր վախերի մեջ ամեն ինչի ընդունակ է։ Ինքը վախենում է աթոռը կորցնել։ Ինքը ես չեմ հավատում, որ ցանկանում է աշխատել Հայաստանի ղեկավար, բայց շատ է վախենում աթոռը կորցնել։ Դրա համար մենք իրեն օգնելու ենք, հունիսի 7-ին մեր ժողովուրդը իրեն օգնելու է, որ ինքը ազատվի իր վախերից։